Ժողովրդան ուրեմն այս ռոլիկը ես անում եմ շատ բոլոր նոր եկածած մարդկանց համար, ովքեր այս բնակավար նոր են մտնում ու գաղափարչությունը ինչ կարգի գծոցի է, այս մեր բնակավարում տիրում արդեն տարիներ շարունակ։ BM Motors կար, տխե հարճակ, չգիտեմ գլսեք թե չէ, մարդկանց գցեց, մի ուրիշ տիպի գցեց, մի կարծեմ 4 ըստ օդում կախված լուրերի $400,000 գցել են լիքը մարդում 30 հավել 30 պլյուս ու թրել են։ Հիմա դատել մատել, հա, բայց այդքան մարդ ուժել է։ Հիմա խոսանք electromobile.am-ի մասին։ Ես ոչ մի տիպի հիմա իմ համոզմունքը ձեր պարոնցի վրա չեմ փաթաթում Ժողովրդան։ Ուզում դուք ինքնուրույն գաք եզրահանգման։ Արդյոք նրանք գցող են, թե գցող չեն։ Կարող է գցող չեն, մարդը ես եմ սխալվում։ Չնայած ես չեմ ասում իրանք գցող են, հետքն է ասում։ Ըստ հետքի Ժողովրդան։ Հոդվածը, հետքի գրած հոդվածը իրանց մասին տեղադրեմ մեկնաբանությունը մտ կարդացեք։ Ուրեմն ըստ հետքի Հարգարժան Electromobile.am-ը գցող է։ Հիմա դուք որոշեք, հետքին հավատաք թե չէ, դուք որոշեք այդ հոդվածը ինչ արժեք ունի ձեր համար, ինչ արժեք չունի, իսկ Հարգարժան Electromobile.am-ին ես հորդորում եմ մի հատ զարթնեք Ժողովրդան։ Ու կամ հետքին դատի տվեք, եթե իրանք ձեզ զրպարտում են, մեղադրում են ձեզ գցելու մեջ, գծոցի մեջ։ Մի խոսքով այդ հոդվածը կա հիմա ինտերնետում դրած է, եթե դուք այդ հոդվածի հետ համաձայն չեք, ուրեմն իրանց դատի տվեք ու պահանջեք, որ այդ հոդվածը հեռացնեն հարգարժաններս։ Իսկ եթե համաձայն եք ու այդ հոդվածը մնում է կախված, ուրեմն ստացվում է, որ դուք գցող եք։ Տենց է դուրս գալիս։ Հիմա մի հատ մեզ բացատեք, պարզաբանեք, կարա կոմենտներում եք, բայց ցիվիլ ձևերով, էլի։ Թե չէ հակառակ դեպքում ջնջվելու է, դուք հեռացվելու եք այս արեքից։ Մի հատ պարզաբանեք, այդ ինչ հոդված է, խի են ձեզ մեղադրում գծոցի մեջ, ու առհասարակ Հայկ Ասլանյանից ինչ խաբար կա, Ժողովրդան, ասենք դուք իր ավտոն, որ իր փողը 100% վերցրել եք իրանից 2 տարի առաջ երբ էր, բայց ավտոնը տղեն տենցել առ այսօր չի ստացել։ Ու դուք ինչքան ես գիտեմ, ոչ ինչքան գիտեմ, այլ դա տենցա ավտոյի գնի կեսը կարծեմ փոխհատուցել եք արդեն մինչև այս պահը, իսկ այն մյուս կեսից ինչ կա։ Փոխհատուցեցիք, թե հələ չէ։ Մի հատ այդ հարցին խնդրում եմ կոմենտներում պատասխանեք, դա կարևոր է, էլի հասկանանք, եթե ասենք ավտոն տեղ չի հասել, փողը 100% հետ հասել է, իրոք թե չէ։ 2 տարի անց դատական գործը հարուցվելուց հետո այդ պահերին մի հատ բարձաբանեք, մարդիկ մի հատ հասկանան, դուք վերջը գցող եք, թե գցող չեք, ու բարեխիղճ ներկրող եք, էժան գներով։ Հենց լավ էժան, համարյա իմինին մոտիկ համարյա։ Բայց ասենք էժան գինը իր արժեք ունի, էլի, ասենք հիմա մի հատ բարձաբանեք, դուք գցող եք, թե գցող չեք։ Բոլորին դա հետաքրքրում է ու լիքը մարդեր ես վերջերս էլի ինձ այդ հարցն է տալիս, ձեր հետ խոսալուց հետո, ձեր հետ շփվելուց հետո, ես այդ մարդկանց ասում ախպեր, հետքի հոդվածը կարդացեք, ինքն էլ որոշեք, իրենք գցող են թե չէ։ Դրա համար Հարգարժան Electromobile.am ջան, պարզաբանումներ եմ պահանջում ձեզանից ես ու լիքը մարդ կապված հետքի հոդվածի հետ։ Խնդրում եմ պարզաբանեք ու հաստատեք կամ հերքեք, դուք գցող եք, թե գցող չեք։ Շնորհակալություն։